Պատկերացրեք դիմել եք վարչական դատարան, պետական մարմնի կամ համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ստանում եք նամակը, ձեր հայցադիմումը ընդունվել է վարույթ, բայց առաջի դատական նիստը նշանակվել է 2028 թվականին։ Սա անհավանական սցենար չէ, սա այն իրականությունն է, որտեղ աշխատում են վարչական դատարանները։ 2 տարի սպասելը դեռևս երաշխիք չէ, որ այդ ժամանակահատվածում ձեր հարցը կլուծվի։ Վարչական դատարանում քննվում են գործեր, որոնք արդեն 15 տարվա տևողություն ունեն։ 2010 թվականից գործում է նաև Վերաքննիչ վարչական դատարանը։ Վերաքննիչ վարչական դատարանին այն ժամանակ 14 առաջ ստորադաս դատարանում դատավորների հաշվարկով հատկացվել էր 2 դատական կազմ, 6 դատավորներ, որոնց պարագայում կարծեք թե վիճակագրական տվյալները թույլ էին տալիս, որպես այդ 2 կազմով արդարադատություն իրականացնեն, սակայն հետագայում մի շարք գործոններ, այդ թվում նաև քաղաքացիների հետաքրքրությունների շրջանակը սկսեց մեծանալ ու ձեռնամուխ լինել իրաց իրավունքների պաշտպանությանը մեկ, երկրորդը 2000, եթե չեմ սխալվում, 14 թվականից վարչական դատարանին հատկացրեցին եւս 10 դատավորների հաստիք, ու այս տրամաբանության մեջ բնականաբար արդեն եթե ստորադաս դատարանում 24 դատավորներ են գործեր քննում, 6 դատավորի կազմը ուղղակիորեն ակնհայտ չէր կարող լինել, եւ նաեւ իհարկե վերջին տարիների նոր հասարակական հարաբերությունների եւ դրանցով պայմանավորված արդեն վարչական արդարադատության կամ դատական վերահսկողության առարկա դարձած հասարակական հարաբերությունների ընդլայնմամբ է պայմանավորված։ 2018 թվականին 1 կազմ avելացվեց, այնուհետև 2022 թվականին 1 կազմ ավելացվեց, բայց ես կարծում եմ, որ մեկական կազմ ավելացվելը որևէ կերպ ըստ էության արմատական ծանրաբեռնվածության թեթևացման չէր կարող բերել, որովհետև դա կարող էր մի կարճ ժամանակահատված նոր կազմի ձևավորման դեպքում լինել, այնուհետև նորից թվաքանակ այն չէր, որպեսզի դատավորների թվաքանակի հետ հարաբերակցված ծանրաբեռնվածությունը իջներ։ Ըստ այդմ ինքը թվաքանակի տարեստարի ավելանալը արդեն նախորդ տարիներին կուտակված կազմերի վարույթներում եղած թվաքանակի պայմաններում, այսպես ասենք, դարձել էր անկառավարելի։ Մեզ նոր կազմեր պետք է լինելու, եթե դրանք, չգիտեմ, ողջամտորեն լինեն 2-3 կազմ։ Ինչի փոխարեն ներկայումս որոշակի գործընթացներ են տեղի ունենում, կառավարությունը նախաձեռնել է իդեմս արդարադատության նախարարության որոշակի օրենսդրական փոփոխություններ, բայց այդ օրենսդրական փոփոխություններն էլ կարծում եմ կարող են իրենց ցանկալի արդյունքը տալ, եթե առնվազն արդարադատության նախարարությունը հաշվի առնի թե ստորադաս դատարանի եւ թե նաեւ Վերաքննիչ դատարանի կողմից բարձրացված բոլոր մտահոգությունները։ Ինչ խոսք դատարաններում եղած ծանրաբեռնվածությունը ինստինկտիվորեն կարող է հասարակության մեջ, հանրության շրջանում որոշակի դժգոհությունների տեղիք տալ։ Եվ դրանք առավելապես կարող են օբյեկտիվ լինել քաղաքացիների տեսանկյունից, բայց մի կարևոր բան կա, որ թե քաղաքացիները եւ թե կազմակերպությունները, թե լրագրողական հանրույթը նաեւ պիտի որպես մեդալի հաջորդ կողմ դիտարկի նաեւ տեսնի թե դատարաններում ինչ վիճակ է։ Այն ծանրաբեռնվածությունը, որը այսօր գոյություն ունի եւ գործում է թե ստորադաս դատարանում եւ թե Վերաքննիչ դատարանում, ուղղակի անհնար է քաղաքացիների կողմից սպասվող այսպես ողջամիտ իրենց տեսանկյունից ժամկետներում գործի քննություն իրականացնել, որովհետև դա անհնար է մի պարզ պատճառով։ Եթե մեկ դատավորի վարույթում, այդ թվում ես ասում եմ նաև ստորադաս դատականացիանում, Վերաքննիչում առավել եւս 700, 800 մինչև 1000 վարույթ կա, 1000 վարույթի պարագայում ակնկալել, որ 3, 4, 5 կամ 6 ամսում կարող ես դու ստանալ որևէ դատական ակտ, ես կարծում եմ իրատեսական չէ։ Մենք դեռևս այսպես լողում ենք 2027-ի մինչև վերջում դատական նիստերի նշանակման առումով եւ իհարկե երբ որ նայում ենք 25-26 թվականին ստացված գործերով 2027-ի ավարտ, իրականում սա մտահոգիչ է։ Քանի որ վարչական արդարադատության իրականացման մեջ կողմերից մեկը պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք են, հետեւաբար բոլոր պետական մարմինները պիտի փորձեն ականջալուր լինել կամ փորձել հետևել դատական պրակտիկային, ոչ թե 1-2 դատավորի գրված դատական ակտերին, այլ կայուն ձևավորված տարիների ընթացքում պրակտիկային
եւ իրենք իրենց համար հետեւություններ անեն, ձևակերպելով ընդհանրապես հետեւյալ հարցադրումը։ Եթե իրենց դեմ բերված բողոքը, հարցը դրա վերաբերյալ արկա է տարիներ շարունակ ձևավորված դիրքորոշում, որքանով է նպատակահարմար պնդել եւ նորից դատարան հայց կամ բողոք ներկայացնել։ Մենք մեր պրակտիկայում շատ թվականակով շատ չեն այն պետական մարմինները, որոնք որ փորձում են ականջալուր լինել, այսպես ասենք։ Արդարադատությունը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում, արդյունավետ ու հասանելի լինի, սակայն Հայաստանում այդպես չէ։ Վարչական եւ վերաքննիչ վարչական դատարաններն այնքան ծանրաբեռնված են, որ դատական նիստերը կամ վճռի հրապարակման օրերը նշանակվում են արդեն 2028 թվականին։ Դուք ինքներդ երևի տեսակ գրասենյակում եք դատարանում, թե ինչ քանակի գործեր են գալիս։ Այդ գործերը, բողոքները անընդհատ գալիս են, շարունակում են գալ, բայց դու եթե դիցուկ շաբաթական ավարտում ես 10-15 գործ ու ստանում ես շաբաթական 30 գործ, հետեւաբար արդեն 15 գործը մնում է հետևում ու այդպես շարունակ յուրաքանչյուր ամիս մոտ 170, 200, 300 գործի վերաբերյալ դու չես կարողանում ընթացքը գոնե ընթացիկ տարում լուծել։ Երբ որ դու տեսնում ես, որ վերադասության կարգով բողոքարկման արդյունքում ստորադաս մարմնի վարչական ակտը մնացել է անփոփոխ, բայց ինքը գալիս է առաջինացիան այնուհետև վերաքննիչ եւ վճարաբեկ ճանաչում է անվավեր, սա պիտի առնվազն վերադասության կամ արտադատական կարգով բողոքարկման իրավունք ունեցող անձանց համար քննարկման առարկա դառնալ։ Հասկանալ որոնք են այդ պատճառները եւ այդ պատճառները փորձել իրենց շտկեն եւ ուղղեն, որովհետեւ այն վարչական մարմինները, որտեղ մոտեցման առումով իմ խորին համոզմամբ վարչական ակտերն իրենց անվեր չեն ճանաչում, դրանով ոչ միայն դատարաններն են ծանրաբեռնում, այլ իրենց վարքագծով առաջացնում են պետության համար լրացուցիչ ծախսեր, պետական տուրք վերաքննիչ բողոք ներկայացնելու համար, ներկայացուցիչի գումար, որոնք որ տրամադրվում են արդեն քաղաքացիների կողմից փաստաբաններին իրենց շահերը ներկայացնելու, ել չեմ ասում ժամանակատարություն, ծախսատարություն եւ վերջապես դատարանների համար ստեղծել ծանրաբեռնվածություն, ինչը որևէ ձեւ որևէ մեկը չի կարող հերքել։ Բայց կիզակետում պահել դատարաններին, ասել թե այս ամբողջի մեղավորը դատարաններն են, դրա համար նման հետեւության գալու համար անհրաժեշտ է 2 օր գալ օրն անցկացնել դատարանում, այդ թվում նաև վերաքննիչ դատարանում։ Ես այսպես որպես օրինակ էլ ասեմ, կարող եք դուք կամ որևէ մեկը գալ երեկոյան ժամերին վարչական վերաքննիչ դատարանի մասնաշենք, վարչական շենք ու հասկանալ տեսնել, թե դատավորների աշխատասենյակների լույսերը երբ են անջատվում։ Դատական ծառայողների պարագայում էլ այսօր ունենք բավականին խնդիր կադրային հոսք, որովհետև աշխատավարձերը պարզապես աննկարագրելի ցածր է։ Չի կարող 120-115 հազար աշխատավարձ ստացող դատական ծառայողից, այսպես ակնկալել չափից ավելի մեծ որակ երբեմն եւ կամ երկրորդը այնպիսի ջանասիրություն, սրտացավություն, որ պիտի մնալ մինչև 10-11 գիշերը երեկոյան ժամի մասին է խոսքը ու աշխատել։ Այս բոլորը մոտիվացնող ու չմոտիվացնող բոլոր հանգամանքների հանրագումարում ենք ունենում այն, ինչ ունենք։ Քաղաքացուն չի հետաքրքրում, որտեղ քաղաքացին ինքը սահմանադրությամբ արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքն ունենալով ակնկալում է տվյալ պարագայում պետությունից, արդեն պետությունը իդեմս այլ բոլոր պետական ինստիտուտների, որպեսզի սպառիչ կերպով ողջամիտ ժամկետում եւ պատշաճ կարգով քննվեն դրա բոլոր տեսակի բողոքները կլինեն դատական թե արտադատական եղանակով։ Այստեղ այս հարցը կարծեք թե անվիճելի է եւ չես կարող ասել, դե քաղաքացի պիտի սպասես։ Դատարանների ծանրաբեռնվածությունը չի կարող անվերջ արդարացվել։ Մյուս կողմից, դատավորները ֆիզիկապես չեն հասցնում գործերն արագ քննել եւ ժամանակին դատական ակտեր կայացնել։ Շտապողականության պարագայում երբեմն տուժում է որակը եւ դատական ակտը բողոքարկելու պատճառ դառնում։ Վերջին ամիսներին նոյեմբեր ամսին պետական եկամուտների կոմիտեից ստացել էինք ուրեմն գրություն, որոնք այն վարչական ակտերով, որոնցով կայուն ձևավորված դատական պրակտիկա կար, այլևս չեն շարունակել այդ գործի քննությունից
գործի քննությանը մասնակցելուց եւ անվավեր էին ճանաչել վերադասության կարգով։ Սա իհարկե արդեն մեծ թիվ չէր կազմում, բայց այդուհանդերձ յուրաքանչյուր դատավորի ծանրաբեռնությունից 30-40 գործ նվազեցվել է։ Եվ սա շատ դրական ողջունելի քայլ է։ Մեր ամբողջ ասվածը ոչ թե նրանում է կապ չունի եղավ վարչականակ դուք ավելի լավ է անվավեր ճանաչեք որ դատարան չգա, այլ մենք ասում ենք բոլոր այն դեպքերում, երբ որ կայուն նորից եմ ասում, ձևավորված դատական պրակտիկա, դատական ակտերի կանխատեսելիության կանոնը գործում է, մենք չի որ պիտի վարչական մարմիններին ասենք ինչպես պիտի անենք։ Մենք ընդհանրապես ահազանգում ենք կամ, չգիտեմ, մեր մտահոգությունը հայտնում ենք այն տրամաբանությամբ, եթե նույն հարցի վերաբերյալ 100 չէ 1000 անգամ գաք, միևնույն է մոտեցումը չի փոխվելու դրանից։ Այս օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման կամ դրանց հետագայում հետևելու գործում էլ կրկին բարձրագույն դատական խորհուրդը իր այսպես անգնահատելի դերակատարությունը մասնակցություն ունի եւ ինչու եմ ես այստեղից շեշտադրում բարձրագույն դատական խորհրդի առնվազն նախագահի մասնակցությամբ խորհրդի անդամների մասնակցությամբ մենք տարբեր ձևաչափերով այս մեր մտահոգությունները ոչ միայն ուղղակի բարձրացրել ենք, այլ դրանք ընդունելի են դարձել նաև ընդունվել են գիտություն նաև Վարչագույն դատական խորհրդի համար եւ ես տեղյակ եմ, որ տարբեր ձևաչափերով Վարչագույն դատական խորհրդի նախագահները փորձում վարչական մարմինների, վերադաս մարմինների ղեկավարների հետ փորձել այս հարցերը քննարկման առարկա դարձնել նախորդ տարի 2025 թվականին։ Մենք գրեթե 30,000-ի շեմին ենք հասել վարչական դատարաններում մուտքագրված գործերի քանակը։ Վերաքննիչ վարչական դատարանը գործում է 2010 թվականի դեկտեմբերի 2-ից։ Այդ ժամանակ դատավորները 7-ն էին, դատարանի նախագահն ու 6 դատավոր։ Այժմ դատարանն ունի 13 դատավոր։ Դատավորների թիվն ավելացել է, ծանրաբեռնվածությունը նույնպես։ Վերաքննիչ դատարանում դատավորները 24-ն են, 8 դատական կազմ։ Մեր աշխատանքը բնականաբար սկսում է ժամը 9-ից, բայց ցավոք սրտի չի ավարտվում ժամը 6-ին, որքանով էլ որ դա այսպես ասած որևէ մեկիս համար այդքան էլ ցանկալի կամ գերադասելի չլինի, բայց այնուամենայնիվ ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր դատավոր վարչական արդարադատության ոլորտում միջինացված աշխատում է 10-12 ժամ կտրվածքով, նույնիսկ շատ դեպքերում օգտագործում ենք շաբաթ եւ կիրակի օրերը, որպեսզի կարողանանք հասցնել մեր գործերի ուսումնասիրությունը կատարել։ Իմ ընտանիքի անդամները լրջորեն դժգոհում են եւ այս վերջերս որդիս ինձ մի հատ հարց տվեց, ասեց, որ հայրիկ որքան է կազմում քո աշխատավարձը։ Ես սկզբից մտածեցի ասեմ, չասեմ, բայց վերջում որոշեցի, որ ասեմ։ Ես ասեցի, թե իմ աշխատավարձը որքան է կազմում եւ ասեցի, այ դու ինչ կարծիք ունես, այդ որ ես քեզ այդ տեղեկատվությունը տրամադրեցի, ինչ կարծիքի հանգեցիր, ասեց, որ հա, համեմատաբար Հայաստանի Հանրապետության այլ գործատուների կողմից տրամադրվող աշխատավարձի բարձր է աշխատավարձը, բայց այն ինչ որ դու կատարում ես եւ այն պատասխանատվությունը, որ դու կրում ես եւ այն ծավալի աշխատանքը, որ կատարում ես, ապա դա համարժեք չի։ Դա որդուս ասածն էր, որը որ 16 տարեկան է, ներկայումս գործերի քանակը գնալով ավելանում է։ Որակական տարբերություն ես նկատում եմ, պայմանական կարող ենք ասել, որ եթե 7-8 տարի առաջ կամ 10 տարի առաջ վարչական դատարանում գործերի մի մեծ քանակ, պայմանական ասենք 50% կամ 60% ճանապարհային ոստիկանության վարչական ակտերի որոշումների բողոքարկումն է կազմել, ապա հիմա ես կարող եմ ասել, որ այդ քանակը, օրինակ ճանապարհային երթևեկության կանոնների եւ ճանապարհային
երթևեկության կանոնների համար պատասխանատվություն նախատեսող որոշումների վիճարկումը որոշակիորեն իմ կարծիքով նվազել է եւ օրինակ Վերաքննիչ վարչական դատարանում շատացել են սթափության հետ կապված գործերի քանակը։ Նախկինում սթափության հետ կապված գործերի քանակը այնքան էլ շատ չի եղել։ Բայց դրա հետ մեկտեղ կարևոր հանգաման գոյություն ունի, պարոն Բալասանյան, որ նաև ընդհանուր առմամբ գործերի քանակի ավելացման հետ միաժամանակ գործերի որակը փոփոխվել է։ Օրինակ փախստականների հետ կապված գործեր, եթե նախկինում մենք շատ քիչ ենք ունեցել քննության առարկա, հիմա բավականին շատ են։ Օրինակ հարկային ոլորտի հետ կապված գործերի քանակը, եթե նախկինում շատ է եղել, հիմա բավականին որոշակիորեն քչացել է։ Դրա հետ մեկտեղ այլ ոլորտների հետ գործեր ենք սկսել շատ ստանալ, օրինակ պաշտպանության նախարարության հետ կապված վեճերը, օրինակ սոցիալական բնագավառի հետ կապված, կենսաթոշակներ, սոցիալական ապահովության տարբեր խնդիրների հետ կապված գործեր։ Այո, մենք կարող ենք ունենալ ուշացած արդարադատություն։ Ուշացած արդարադատությունը մեծամասամբ իմ գնահատմամբ պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, եւ այդ օբյեկտիվ պատճառները կարող են բազմազան լինել։ Այսինքն կոնկրետ գործով ինչ է տեղի ունեցել, դա կարելի է վերհանել այն ժամանակ, երբ որ գործը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվում։ Բայց այնուամենայնիվ ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ դատավոր երբևիցե չի կարող ցանկություն ունենալ գործը տարիներ շարունակ իր պահարանում պահելու առումով։ Պատկերացրեք, որ այդ գործը, որ իր պահարանում ինքը պահի, կողքը պետք է մեկ այլ գործ ավելանա եւ տենց կուտակումները շատանան։ Չեմ կարծում եւ չեմ հավատում, որ որևէ մեկը դատավորներից նման ցանկություն եւ նպատակ հետապնդի։